մեր մարզիկները շշել են Էլտուսուս, ծանրորդները կամ շամարտիկները ծանրորդների մասին, իհարկե մեծ շնորհակալություն Քաքիկ Կարապետյանին, Եվրոպայի եռակի չեմպիոն Վարազդատ Լալայանին, եռակի չեմպիոն եւ իհարկե Էմմա Պողոսյանին, 19-ամյա աղջիկը դարձավ Եվրոպայի չեմպիոն, շնորհակալություն, մեծ շնորհակալություն իրենց ընտանիքներին, ծնողներին, աղբերներին, մարզիչներին, որոնք ահռելի տանջանքների գնով այս մարդկանց նաև իրենց տաղանդի շնորհիվ հասցրել են այդպիսի տիտղոսների եւ կոչումների։ Գյումրիում ասում են, որ ոսկե մեդալները տնելու տեղ չկա, ժողովուրդ, շկաֆները, գարդիրոբները, լվացքի մաշինեն, այլ տեղ չկա, ինչ որ գրավիտացիան այդ երկրակունդը որ պատտվում է, ինչ որ բալանս ունի, չէ՞, մի ամբողջ ոսկին հավաքվել է, լցվել է մի կետի վրա, ֆռալուց ռազվալի հարցեր են առաջանում, էլի արդեն բավականին բարդ է։ Նորանոր հաջողություններ ենք մաղթում իհարկե մեր մարզիկներին, Մալխասին Ամոյան եւ իհարկե մյուս բոլոր նրանց, ովքեր մասնակցում են մի անգամ բրոնզ է, մի անգամ արծաթ է, մի անգամ ոսկի է, բայց ավելի շատ ոսկի է, որպեսզի պատկերացնեք այս թվաբանությունը, ասեմ ձեզ ինչ է ստացվել։ Ուրեմն այս խոշոր մեդալների մասով Հայաստանը բոլոր այս մրցակիցների մեջ առաջին տեղում է, 3 ոսկե մեդալ, 4 արծաթ, 1 բրոնզ, 8 մեդալ է տարել ընդհանուր առմամբ։ Ինդիվիդուալ չեզոք ատլետներ, սա Ռուսաստանի Դաշնության ժողովուրդն է, որոնք Ռուսաստանի Դաշնության տրոշի տակ հանդես գալու իրավունք չունեն, պատժամիջոցների մեջ են, 2 ոսկի են տարել, 5 արծաթ, բրոնզը 4, ոսկիներով է հաշվում առաջին տեղը, բուլղարացիք 2-1-2, Թուրքիան 2-0-3, ուրեմն Մեծ Բրիտանիա 2-0-1, Ուկրաինա 1-1-1 եւ այլն, մնացածն ավելի քիչ են տարել։ Բոլոր մեդալների հաշվարկով, որտեղ ծանրամարտում կա պոգում, հրում վարժություններ, ռիվոկ, տալչոկ, հա։ Եվ իհարկե միասնակ, բանը մեծ մեդալները։ Հայաստանը 9 հատ ոսկի, արծաթը 8 հատ, բրոնզը 7 հատ, եղավ 24։ Շշել են, սատկցրել են, էլի փոխաբերական իմաստով ասած, բուլղարացիք 6-5-3 եղավ 14, այսինքն մերոնք առաջին տեղում են 24, երկրորդ տեղում Բուլղարիան, երրորդ տեղում չեզոք կամ նեյտրալ ատլետներն են 27 մեդալով, Թուրքիա 16, Մեծ Բրիտանիա 7, Ուկրաինա 12, Իտալիա 6 եւ այլն, այդպես ցած Ադրբեջանը ուրեմն մեդալների ընդհանուր թվով, բոլոր մեդալների թվով տարել է 1 մեդալ եւ իհարկե տարել է, էլ չի տարել, հա, խոշոր մեդալ չի տարել ոնց որ թե